Մեծ խնձորը մնաց դեմոկրատների ձեռքում։ Նյու Յորքի նոր քաղաքապետը դեմոկրատ Զոհրան Մամդանին է, քաղաքի պատմության մեջ առաջին մուսուլման եւ վերջին 100 տարվա ընթացքում ամենաերիտասարդ քաղաքապետը։ Ամերիկյան ամենամեծ քաղաքի ավելի քան կեսը վստահության քվեն տվել է նրան։ Մամդանին հաղթել է անկախ թեկնածու Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոյին եւ հանրապետական Քուրթիս Սիլվային։ Նա խոստացել է դիմակայել Դոնալդ Թրամփին, որը քարոզարշավի ընթացքում նրան անվանել էր կոմունիստ եւ սպառնացել կրճատել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե Մամդանին ընտրվի։ Մեզնից որևէ մեկին հասնելու համար դու պետք է անցնես բոլորիս միջով։ Ով է Թրամփին ձեռնոց նետող Զոհրան Մամդանին։ Ուգանդայում ծնված 34-ամյա քաղաքական գործիչը Նյու Յորքի նահանգային ժողովի քիչ հայտնի անդամ էր։ Նա այս քարոզարշավի ընթացքում դարձավ դեմոկրատական կուսակցության նոր դեմքը, երիտասարդ, խարիզմատիկ եւ սոցիալապես ակտիվ առաջնորդ, որին կուսակցությունը վաղուց էր փնտրում։ Մամդանին պաշտպանում է ձախակողմյան գաղափարներ, երեխաների անվճար խնամք, հասարակական տրանսպորտի զարգացում եւ պետական մասնակցություն ազատ շուկայում։ Փորձագետների կարծիքով, ընտրելով հիմնական տնտեսական հարցերի վրա կենտրոնացած Մամդանին, Նյու Յորքը ըստ էության պատասխանեց Թրամփի նախագահության անհանգիստ 9 ամիսներին։ Վերջին 12 ամիսներին դուք համարձակվել եք չբավարարվել եղածով, այլ ձգտել ավելի մեծ բանի։ Բոլոր դժվարություններին հակառակ մենք բռնել ենք այն, ապագան մեր ձեռքերում է։ Մամդանին պաշտոնը կստանձնի հունվարին, նրա համարձակիցներն արդեն ընդունել են դեմոկրատ թեկնածուի հաղթանակը։ Սակայն Մամդանի հավակնոտ օրակարգը ոչ բավարար ֆինանսավորման դեպքում չի կարող երկար կյանք ունենալ։ Մամուլը գրում է, որ պահպանողականները, սկսած Թրամփից, արդեն փորձում են Մամդանիին ներկայացնել որպես սոցիալիստական սպառնալիք, որի քաղաքականությունը իբր կարող է տապալել Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքը։ Իսկ Թրամփը նաև իր անձնական կապերով կփորձի բարդացնել նոր քաղաքապետի կյանքը։ Ընտրված քաղաքապետը հույսի ուղերձով է դիմել նյույորքցիներին։ Դուք ցույց տվեցիք, որ երբ քաղաքականությունը խոսում է ձեզ հետ առանց նվաստացման, կարող եք մտնել առաջնորդության նոր դարաշրջան։ Մենք կպայքարենք ձեզ համար, որովհետև մենք դուք եք, ինչպես ասում են Ստեյնվեյում։ Ստեյնվեյը Նյու Յորքի ամենաբազմազան համայնքն է հունական, արաբական, աֆրիկյան, հարավասիական ծագումով բնակիչներով։ Ներգաղթյալների իրավունքների պաշտպան Մամդանին նուրբ ակնարկով է եզրափակում խոսքը, ինքը ոչ միայն նյույորքցիների, այլև քաղաքի բոլոր բնակիչների հետ է խոսելու, բոլորին միավորելու եւ ոչ թե բաժանելու համար։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։